Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել և չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործչի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին և կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք Դոկ կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15։ Ողջույն, Փակ TV հարգելի հետևորդներ, այսօրվա իմ հյուրն է Դավիթ Անդրեասյանը, Դոկ կուսակցության պատվավոր անդամ, ինչպես նաև Դոկ կուսակցության պատգամավորի թեկնածու, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Փակ TV ալիքին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Պարոն Անդրեասյան, կխնդրեմ առաջին հերթին ներկայացնեք դուք ինքներդ ձեզ, ձեր ընտանիքը, ձեր կենսագրությունը, ինչպես նաև գիտեմ, որ ձեր ծնողները հայտնի մարդիկ են եղել։ Խոսեք ձեր ծնողների մասին։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Շատ ուրախ եմ ձեր ստուդիայում հյուրընկալվելու։ Ծնողներս, մայրս եղել է 33 տարվա մանկավարժ, Ռաֆու դպրոցում դասավանդել է ֆիզիկա, առարկան, հայրս եղել է կուլտուրայի մինիստրության մինիստրի տեղակալը, մեր մեծարգո հարգարժան գրող, բանաստեղծ, դրամատուրգ Պերճ Զեյթունցյանի ժամանակ, այնպես որ ծնողներս կուլտուրայի, մշակույթի, մանկավարժության ոլորտի մեջ, ես այդ ընտանիքում եմ մեծացել։ Դուք էլ ոնց որ ժառանգել եք դա։ Ժառանգել եմ միանշանակ։ Այն երջանիկներից եմ, որ անձամբ ճանաչել են մեր հայ մեծերին, թե մշակույթի, արվեստի ոլորտից, թե մանկավարժության։ Ես ինքս սովորել եմ Ռաֆու անվան համար 36 միջնակարգ դպրոցը ավարտել եմ, դրանից հետո սովորել եմ Երևանի պետական մանկավարժականի կուլտուրայի ֆակուլտետում հեռուստալրագրողության բաժինը, նաև կարող եմ հպարտանալ, որ իմ կուրսեք եղել է հայտնի լրագրող, հաղորդավար, հետագայում կրթության նախարար Սերգո Երիցյանը։ Փաստորեն կարող ենք այս բան տեղերը փոխվել։ Ես ձեզ վստահում եմ։ Հզոր դասախոսներ եմ ունեցել, ինչպես Յավուրյաններ, օպերատոր։ Ճիշտ է, իմ մասնագիտությամբ մեր երկրում չեմ աշխատել, բայց անկախ լրագրող եմ եղել Ռուսաստանում և Ուկրաինայում իմ մասնագիտությամբ։ 19 թվին վերադարձել եմ Հայաստան, ամուսնալուծված եմ, ունեմ 2 երեխա, որդիս 44-օրյա պատերազմը անցած զինվոր։ Չնայած զինվոր ես պատերազմ անցած մեր զինվորներին զինվոր չէ, հերոս եմ համարում, բոլոր ժամկետայինները իմ համար հերոսներ են, որովհետև իրանք արեցին այն, ինչը անհնարին էր, կռվելով 5 պետության և ներքին դավաճանության դեմ։ Տեղյակ եմ, որ ձեր որդին վիրավորվել էր պատերազմի Այո, 2 անգամ բեկորային վիրավորում է ստացել, 2 անգամն էլ հրաժարվել է գոսպիտալից։ Պատճառը եղել է ընկերներին չթողնելը, իրա խոսքն էր կամ ընկերներիս հետ եմ հետ գալիս, կամ ընկերներիս հետ մնում եմ, երրորդ տարբերակ չկա։ Բժշկական այդ տերմինը չգիտեմ, կոնտուզիա ունի, մի խոսքով շատ ծանր, դժվար, իրա ընկերները իրա ձեռների մեջ զոհվել են, ճիշտ է, շատ ծանր հոգեբանական օրեր են տեսել տղերքը, բայց ոչ հուսախաբվել են, ոչ հուսալքվել են, իրանք իրանց վրա դրած պարտականությունը մինչև վերջ կատարել են, իրանց պարտքը իրենց հայրենիքի, հողի ու ազգի նկատմամբ։ Դուք այսօրվա դրությամբ համարում եք, որ մեր բանակը պարտվել է պատերազմում։
բանակը մեր չի պարտվել։ Պարտվել է քաղաքական, այսպես ասած, ճակերտավոր բանակը, բայց մեր ժամկետային զինվորը չի պարտվել։ Այն ինչը որ արեցին մեր ժամկետային զինվորները, իմ կարծիքով աշխարհում չկա տենց ազգություն, որի սերունդը կարողանար նման սխրանք, նման խիզախություն ու չգիտեմ հզորություն ցույց տար։ 5 պետության դեմ դրան գումարած ներքին դավաճանություն, արհեստական քաոսային վիճակ ստեղծել պատերազմի դաշտում, այդ ամենի մեջ նաև խառնել հարևան թշնամի երկրի ղեկավարի պլանները, որը նախապես որոշված էր, որ պատերազմը տևելու է մոտ 5 օրից 7 օր, շատ արագ, բայց նրանք հաշվի չէին առել, որ մեր տղեկը իրանց պես վախկոտ չեն, մինչև վերջ կանգնելու են, իրանց երկրի, իրանց ինքնասիրության, իրանց հպարտության, մինչև վերջ իրանց կռիվը տան, ելնելով դրանից մեր տղեկը հաղթող են։ Պարոն Անդրեասյան, այսօր Հայաստանի կրթական համակարգում ինչն է համարում ամենամեծ վտանգը, անգրագիտությունը, արժեհամակարգային ճգնաժամը, թե դպրոցը քաղաքականացնելու փորձերը։ Դուք կուսակցության իշխանության գալուց հետո ո՞րն է լինելու առաջին արմատական քայլը այս համակարգում։ Աննա ջան, ուրեմն նայեք, այսօրվա դրությամբ մենք չունենք կրթական համակարգ, ես դա համարում եմ չունենալ։ Չունենք արժեհամակարգ, որը արժեզրկված է, որովհետև այն երկրում, որտեղ դասագրքերից ուզում են հանեն կամ չգիտեմ արդեն հանել են Մեսրոպ Մաշտոցի նկարը, հանել են արդեն, QR են դրել։ Եվ արգելված է աշակերտներին հեռախոս օգտագործել, թե ինչու են այդ QR կոդը դրել դեռևս։ Նայեք, դա իմ կարծիքով ինչ հաշվարկ է արած, քանի որ գնում է տոտալ հետևողական քայլելով մեր կրթության ոչնչացում, այսինքն անգրագետ ժողովրդի պահանջ ունեն իրանք, որովհետև անգրագետ ժողովրդին հեշտ է կառավարելը։ Հաշվարկը արած է նրանում, որ երբ որ երեխան դպրոցից տուն է գնում, արդեն հեռախոսից կարող է օգտվել։ Ցանկացած երեխայի ձեռը, եթե ինտերնետով հեռախոս տակ, իրանք մաշտոց չեն նայելու։ Իրանք նայելու են TikTok, Facebook կամ ուրիշ մի հատ ինչ-որ սոցցանցային տենց արտակ, հա։ Դրա վրա է դա հաշվարկ արած։ Այսինքն այդ նույն կներեք արտահայտությանս հիմար լոգիկայով QR-ի, եկեք մեր արձանները պատվանդաններից հանենք քաղաքում, հուշարձանները, Մամիկոնյանի արձանն է, Սասունցի Դավիթն է, Գայի արձանն է, մի հատ մեծ QR դնենք, թող հեռախոսով սկանանեն նայեն, դա կործանում է կրթության համակարգի, որովհետև չկա նաև արժե համակարգ, իսկ ամենագերագույն խնդիրը դա, որովհետև մենք չունենք ազգային գաղափարախոսություն։ Չկա ազգային գաղափարախոսություն, իշխանության եկել են մարդիկ, որոնց համար երկիր, հող, ջուր, ազգ, կրթություն, դրանք երկրորդական, երրորդական տեղերում են։ Իսկ նրանց համար ձեզ ո՞րն է առաջին տեղում։ Առաջին տեղում նյութականը։ Նյութականը եւ այն պարտականությունները, իմ կարծիքով, որոնք նրանք իրենց վրա վերցրել են հարևան երկրների կամ դրդմամբ, կամ ինչ-որ մի բանի փոխարեն։ Նրանք իրանց պարտականությունը, իրանց դրված առաջադրանքն է, ոչ թե կրթել երկիրը, առողջ պահել ազգին, չկրթված ժողովուրդը կյանքում չի կարող լինել ազատ։ Չկրթված ժողովրդին ղեկավարելը հեշտ է։ Նույն ինքը Ուլյանով Լենինը եկավ իշխանության բանվոր դասակարգի չկրթված մասայի ուժերով։ Բայց գիտեք, Լենինը չկրթված այդ մարդկային զանգվածին ինչ էր ասում։ Ես ռուսերեն կասեմ, полезные идиоты։ Նույնը ստեղ է, իրանց պետք է ընդամենը քանակ, ամբող, չկրթված, որը անկախ նրանից ինչ կասեն իրանք, որ այդ մարդիկ ծափահարեն ու իրանց հետևից գնան։ Դրա համար իրանց համար կրթված մարդիկ պետք չեն։ Պարոն Անդրեասյան, այսօր ուսուցչի հեղինակությունը
այլևս այն հեղինակությունը չէ, որը որ նախկինում էր։ Ինչ մեխանիզմներով եք պատրաստվում վերադարձնել այն, որպեսզի ուսուցիչը կրկին դառնա պետություն կառուցող, ոչ թե գոյատևող մարդ։ Տեղյակ եմ, որ նաև ուսուցիչների աշխատավարձերից շատերը բողոքում են, ասում են պետությունը, այս գործող իշխանությունը ասում է, որ ուսուցիչները այսօր լավ են ապրում, տարբեր տեսակի ատեստավորումներ են անցնում, որպեսզի նրանց աշխատավարձը բարձրանա, բայց եթե խոսացնում ես ուսուցչին, ուսուցիչը դժգոհում է իր ապրած կյանքից, դժգոհում է իր աշխատավարձից, չէ՞ որ դժվար գործ է ուսուցչի աշխատանքը։ Ուսուցչի աշխատանքը ամենադժվար մասնագիտություններից ու աշխատանքից մեկն է, որովհետև ըստ իս ցանկացած ազգ հիմնված է 3 սյան վրա ազգ, դա լեզու, կրոն, պատմություն, մանկավարժ այն մարդն է, որը կրթում է այն սերունդը, որը պաշտպանելու է այս երկիրը, եթե մանկավարժը չկարողացավ կրթել, դաստիարակել փոքր տարիքից երեխաների մեջ չսերմանի այդ ազգասիրությունը, թե հոգեպես, թե փաստերով մեր պատմական, վերջիվերջո մենք չենք ունենա ազգանվեր հերոսներ, որոնք այս երկիրն ու հողը կպահեն, որ ասում եմ, ցանկացած ազգ հիմնված է 3 սյան վրա, լեզու, կրոն, պատմություն, մենք մեր ինքնությունը պահել ենք, պահպանել ենք, դարերով բերել ենք այդ 3 սյուների շնորհիվ, մեր լեզվի շնորհիվ, մեր պատմության ու կրոնի, կպեք այդ սյուներից ցանկացածին և ազգը կպառակտվի։ Բայց պարոն Անդրեասյան, եթե նայենք այսօրվա գործող իշխանության քայլերին, նա գործում է և եկեղեցու դեմ, ուզում է հեռացնել կաթողիկոսին, տեսել ենք ինչեր է կատարվել եկեղեցու դեմ, պատմությունը փորձում են ուրանալ ցեղասպանությունը, մոռացության տալ ցեղասպանությունը, այսինքն մեր անցյալը մոռանալ և լեզուն դեռևս Ես էդ էի ուզում ասեի, Աննա ջան, ազգը և երկիրը, նայեք, լեզու, կրոն, պատմություն, դրանից հետո շարունակվում է բանակ, բժշկություն, կրթություն, լեզու, կրոն, պատմություն, Ուկրաինայի փաստը ձեզ օրինակ, ինչ կատարվեց Ուկրաինայի պես հարուստ, հզոր երկրում, երբ որ նոր նախագահ ընտրված Պորոշենկոն առաջի օրենքը հայտարարեց, որ արգելք հասարակական վայրում, ռուսերեն լեզվի արգելք, այն երկրում, որտեղ 65%-ը խոսում են ռուսերեն, ոտքի կանգնեց Դոնբասը, հետո կպան պատմությանը, մեր հայրենական մեծ պատերազմի մարշալներին, Ժուկը, Վատուցին, Ռակասովսկի, մարդիկ, ովքեր ազատագրել են Կիևը, Ուկրաինան, ընդհանուր Եվրոպան, Սովետական միությունը, սկսեցին հուշարձանները, հուշատախտակները հանել և տեղը ստիպել, որ Ուկրաինայի բնակչությունը հարգի և ընդունի որպես հերոս Շուխևիչ, Բանդերա, այդ անձանց, ովքեր կռվել են նացիստական զորքերում, թե Կարմիր բանակի դեմ, թե ուկրաինական զորքերի դեմ, իրենք իրենց ազգի, ոտքի կանգնեց ամբողջ Ղրիմը Դոնբասով, ու հետո կպան եկեղեցուն, առանձնացան ռուսական եկեղեցուց, արդյունքը նայեք հիմա Ուկրաինան։ Բայց այնուամենայնիվ, որպես դուք կուսակցության պատգամավորի թեկնածու, ո՞րն է լինելու այս համակարգում ձեր առաջին արմատական փոփոխությունը։ Արմատական փոփոխությունը, Աննա ջան, դրանք մի քանիսն են, մի հատը չի։ Առաջնահերթ ես կառաջարկեի, որ դպրոցներում մենք, մեր կուսակցությունը առաջարկում ավելի շուտ, պարտադիր պետք է լինի դպրոցական համազգեստ, որովհետև այսօրվա մեր բնակչության խավերի շատ խոշոր տատանումը, ֆինանսական և սոցիալական նկատի ունեմ, երեխաներ կան, ուսուցիչներ կան, որոնք ճիշտ է կարող է ցույց չտան, բայց վատ են զգում, որովհետև ինչ-որ մեկի հագուստը ավելի թանկ է, ավելի կամ հեռախոսը կամ չգիտեմ ինչը, ինքը հոգեպես նեղված կարող է իրան զգա։ Դրա համար համազգեստը պիտի լինի բոլորի համար, որ տարբերություն չլինի։ Դա մեկ, երկրորդը, մանկավարժը պետք է վերականգնվի մանկավարժի հեղինակությունը, այնպես, ոնց որ եղել է առաջ, եթե աշակերտը իրեն
վատ է պահում, չարաճճիություն կամ վիրավորական գործողություններ կամ արտահայտություններ թե դպրոցում, թե ուսուցչի հասցեին, այդ աշակերտը անկախ նրանից ում երեխան է, կլինի դատախազի, պատգամավորի, նախարարի, այդ երեխան պիտի մասսայաբար պատժվի, որ բոլորը տեսնեն, որ ուսուցիչը կարելի ասել երկրի ղեկավարի, ասենք այդ կարևորությունը չէ, բայց ոչ պակաս կարևորություն ունեցող մասնագետ է ու անձ է երկրում, որովհետև երկրի սերնդին կրթում է ոչ թե երկրի ղեկավարությունը, այլ կրթում է մանկավարժը։ Մանկավարժը դա համարվում է երկրորդ ծնողը։ Մանկավարժն է երեխայի մեջ բացի ծնողից սերմացնում ազգասիրությունը, երեխային ներկայացնում մեր պատմությունը, մեր հերոսների սխրանքները, որոնք ոգեշնչում են մեր մեծացող սերնդին, որոնք հետագայում մեծանում են շնորհիվ մեր մանկավարժների, մեծանում դառնում են Մոնթեներ, դառնում են Աբաջաններ, Ազգալձյաններ, սպարապետներ Վազգեն Սարգսյան, պետք է վերականգնվի, որ ուսուցիչը պետք է շատ մեծ հարգանք վայելի ոչ միայն դպրոցում, այլ դպրոցի պատերից դուրս ցանկացած հասարակական վայրում, որ երբ որ իմանան նա մանկավարժ է, ուսուցիչ է, շատ խորը հարգանքով վերաբերվեն այդ մարդուն, դա էլ կլինի այն խթանը, որ մանկավարժը ավելի ոգևորվելով, որ ինքը գնահատված է, իր աշխատանքը գնահատված է, սերունդը գնահատում է, ծնողները գնահատում են, ինքը էլ ավելի կրկնակի ուժով կշարունակի մեր սերնդին կրթելը ու հետևելը, որտեղ մանկավարժին մենակ կրթությունը չի, մանկավարժը պետք է լինի ուժեղ հոգեբան, նաև դաստիարակությունը երեխայի, շատ կարևոր մասնագիտություն է, որի համար մեր կուսակցությունը ունի շատ լուծումներ, որը վստահ եղեք մենք իշխանության գալու դեպքում կիրականացնենք։ Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել և չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործչի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին և կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք դոկ կուսակցությանը, Քվեաթերթիկ համար 15։ Դոկ կուսակցության ծրագրով ինչպես է փոխվելու բուհական կրթությունը, որպեսզի համալսարանները դադարեն միայն դիպլոմ բաժանելու կենտրոն լինելուց և դառնան գիտական ու տեխնոլոգիական առաջընթացի շարժիչ ուժ, որտեղ շատերը մտածում են, պարոն Անդրեասյան, որ չգնամ էլ դասի, կարևորը ներկայությունս ապահովեմ, ոչինչ չսովորեմ, կարևոր է այդ գնալու փծիչկեն, ցենց ասած, դնեմ, կարևորը վերջում դիպլոմ եմ ունենալու։ Այսպես է մտածում շատերը։ Շատերը այդպես են մտածում, որովհետև չկա վերահսկողություն ոչ մի ոլորտում։ Երբ որ լինի վերահսկողություն թե ուսանողի, թե դասախոսի, թե դեկանի նկատմամբ, ու բացի վերահսկողությունից լինի կիրառվի պատիժ, վախի զգացողությունը, վախի ես չեմ ասում, որ կսպանեն, ուղղակի վախի, որ կպատժվեն օրինազանցության համար։ Ոչ թե վախի, այլ զգաստանալու, ավելի ճիշտ կլինի։ Զգաստանալու են վախից դրդված, որովհետև գիտեն, որ պատժվելու են, ոչ թե հա դե մեկա, ասեն ժողովրդական լեզվով ասեմ, հա դե մեկա անտեր վիճակա ով ինչ ուզում անում է, ոչ, իսկ եթե հասկանան լինելու է պատիժ ուղղակի չկրթված ուսանողին դիպլոմ տալը կամ վաճառելը, 1-2 դեպք հասարակայնացվի, քրեական պատասխանատվության ենթարկվի, միանշանակ դրանից հետո
ոչ մի դասախոս, ոչ մի դեկան ու ռեկտոր ինչ որ մի քանի, չեմ կարող ասել գումարի չափ, մի քանի 100 ասեմ, հա, սենց դոլարի համար, որ հիմա եթե կա այդպիսի բան, էլի, Կաշառքի մասին ենք խոսում։ Դե գումարը վերցնեն, դիպլոմը տան կամ արհեստական նշեն, որ իբր թե այդ ուսանողը եղել է ներկա դասերին, գիտելիքներ ունի, բոլորս գիտենք ոնց է այդ ամեն ինչը արվում, երբ որ լինի հասարակական խայտառակ պարսավանք դասախոսի նկատմամբ, քրեական պատասխանատվություն, հավատացեք դրանից հետո չի լինի տենց բան։ Իսկ երբ որ պետ ու չի լինի ուղղակի դիպլոմ ստանալ դիպլոմի համար այն դեպքում, երբ որ այդ ուղղակի դիպլոմ ստացող ուսանողը երբ որ գնա աշխատանքի ընդունվելու ու հարցազրույցի ժամանակ պարզվի, որ այդ դիպլոմը ոչ մի բան չարժի, դա էլ կլինի մյուսների համար դաս, որ երկրում ուրեմն իրոք փոխվել է այն, որ արդեն էլ հորքուր, մորքուր, քավոր սանիկ, զանգեր, գումար չի աշխատում, այսինքն պետությունը ներգրավում է պետական կառույցներում աշխատողներ, որոնք իսկապես կրթված են, իսկապես ունեն գիտելիքներ։ Դա նաև խթանա ստիմուլա երիտասարդությանը սերնդին, որ սկսեն սովորել, երբ որ տեսնեն, որ պետությունը տալիս է շատ մեծ առավելություն ու առաջնակարգություն կրթված մասնագետներին։ Այսօր հազարավոր երիտասարդներ կրթություն ստանալուց հետո լքում են Հայաստանը։ Ինչ կրթական եւ գիտական քաղաքականություն եք նախատեսում, որպեսզի հայ երիտասարդը իր ապագան տեսնի հենց Հայաստանում եւ ոչ թե արտագաղթի Հայաստանից։ Ասեմ Աննա ջան, նախ ոնց որ մի քիչ պատասխանեցի այս հարցին, որ պետությունը պետք է ներգրավի իր շարքերը ոլորտներում կրթված մարդկանց, եւ մի քանի անգամ եղել է մինչեւ պարոն Ղուկասյանի անօրինական կալանավորումը, ես պարոն Ղուկասյանի հետ քննարկել ենք կրթական մի քանի թեմա, ծրագրեր, ես առաջարկեցի մի հատ մեխանիզմ, որը շատ դուր եկավ պարոն Ղուկասյանին, ու մենք աշխատեցինք ու որոշեցինք, որ դա կարելի է զարգացնել ու իշխանության գալու դեպքում այդ մեխանիզմը աշխատացնել, ուրեմն նայեք, իմ առաջարկը որն էր դպրոցը գերազանց ավարտած աշակերտը, որ գերազանց ավարտել է, իրոք սովորել է, իրավունք պիտի ունենա ընդունվելու Հայաստանի ցանկացած բուհի, ցանկացած ֆակուլտետը, որը ինքը կնախընտրի, անվճար, դա պետք է սուբսիդավորի պետությունը, նման երեխաների կրթությունը։ Բայց ինչպես պիտի սուբսիդավորի, չէ՞ որ ֆինանսի խնդիր էլ կա այստեղ։ Ֆինանսի խնդիրը չի լինի, մենք գիտենք որտեղից ֆինանսը ճարենք, կարելի է մի քանի տարի պատգամավորներին պարգևավճարներ չբաժանել, կարելի է որ նախարարները մի քանի $100,000 մեքենաներով չէ, այլ մի քանի անգամ էժան մեքենաներով աշխատանքի գան, պարտադիր չի որ նախարարի ընտանիքի անդամներն էլ պետական մեքենաներով թանկարժեք ման գան, հավատացեք գումարը կճարվի, մենք դրա սխեմաներն էլ, մեխանիզմներն էլ, տեղերն էլ գիտենք որտեղից կարելի այդ գումարը բերել։ Բուհ ընդունվելուց հետո անվճար պետության հաշվին տվյալ գերազանց դպրոց ավարտած աշակերտը սովորում է իր նախընտրած ֆակուլտետի բաժնում, բուհը գերազանց ավարտելու դեպքում առանց ծանոթ, առանց այդ ավելորդությունների, եթե այդ ուսանողը ցանկություն է հայտնում իր կրթությունը, գիտելիքները ավելացնել, շարունակել եվրոպական կամ ինչ-որ մի արտերկրյա ավելի բարձր մակարդակով բուհերում, պետությունը դա էլ է սուբսիդավորում, իր հաշվին ուղարկում է վճարը, բայց պայմանով, նախապայմանով, որ արտասահմանյան այդ ավելի բարձրակարգ բուհը ավարտելուց հետո մեր այդ ուսանողը իր գիտելիքները ամենակիչը 5-ից 7 տարի պետք է օգտագործի մեր երկրի ներսում։ Մենք ապահովում ենք կրթությունը, քո ընդեղ բնակվելը, ամեն ինչը, բայց ավարտելու դեպքում տվյալ ուսանողը անձը պարտավոր է 5-ից 7 տարի աշխատել մեր երկրի ներսում։ Դրանից հետո խնդիր չկա, նայած ինքը ոնց կուզենա։ Այդ դեպքում դա նույնպես
սենց ասած ստիմուլ է խելացի մարդկանց հետ վերադարձի, պետությունը պետք է սենց ասած ճակերտավոր Աննա ջան գողանա մեր խելացի քաղաքացիներին այն բոլոր երկրներից, որտեղ մենք կանք, ոչ թե թույլ տա, որ նրանք գնան, ասենք ավելի լավ կյանքի համար կամ բան, ինչ պետք է նայ, ասենք մեր հայ, ասենք ինչ որ մի խելացի ուսանող կամ աշակերտ կամ մասնագետ գնացել է Ֆրանսիա, ընդեղ ինքը օրինակի համար ստանում է 10,000 եվրո ամիսը, պետությունը նրան տալիս է բնակարան, չէ, ինքը այդ քաղաքացուն ամեն ինչ պետք է անի հետ բերի, ասի ես այդ 10,000-ն է կտամ, մի 5,000 էլ ավել կտամ, բնակարանով է կապահովեմ, այսինքն խելացի մեր տաղանդավոր մարդկանց պետությունը պետք է հետ բերի երկիր, դա ոչ թե համարվելու է կաշառք, այլ դա նշանակում է, որ պետությունը պետք է բավարարի ու բարվոք ապահով կյանք ապահովի այն մարդկանց, ովքեր այս երկրի անունը բարձրացնելու են համաշխարհային արենայում, դա ընդհանուր պետք է լինի ամբողջ ազգի համար, որ լավ ապրեն, բայց նման մարդկանց պետք է լինի յուրահատուկ վերաբերմունք, որտեվ նայեք մեր պատմության մեջ ինչքան աշխարհահռչակ հայ կա տարբեր ոլորտներում, հա, մեծամասնությունը աշխարհահռչակ են դարել ուրիշ երկրներում զարգանալով ու աշխատելով, որտեվ մեր երկիրը կարևորություն չի տվել դրանց, դա մեծ սխալ է, դրա համար մենք այսօր որ հային հարցնում եք, ասում է Քրքորյանը հայ է կամ ինչ որ մի աշխարհահռչակ հայ գիտնական հայ է, շատ լավ է որ հայ է, բայց ինչի հետ հայը Հայաստանում չի, ինչի հետ հայը աշխարհահռչակ է դարել որպես Ֆրանսիայի քաղաքացի, որպես ասենք Իտալիայի քաղաքացի կամ Ամերիկայի, ինչի ինքը չի դարել աշխարհահռչակ որպես հենց Հայաստանի քաղաքացի։ Երբ որ պետությունը սկսի բավարարել ու ապահովել յուրահատուկ վերաբերմունք ցույց տալ նման մարդկանց, դա կլինի խթան ու ստիմուլ, որ այդ մարդիկ չգնան իրանց երկրի։ Իրանք ստեղից գնում են, որովհետև պետությունը չի հովանավորում իրանց գյուտերը։ Պետությունը իրանց չի ֆինանսավորում իրանց աշխատանքները զարգացնելը։ Ես մի քանի ամիս առաջ մի հատ տեսահոլովակ տեսա, փոքր երեխա էր, երևի մի 10-12 տարեկան, սարք էր, հորին է, սարք է, ռոբոտի նման, դնում էր գազի խողովակի վրա, այդ սարքը խողովակի ուղղությամբ սենց գնում էր վրայով ռոբոտի ու հայտնաբերում էր որտեղ կա գազի, ասենք արտահոսք ու իրան ձայնային ազդանշանով ու GPS-ով կենտրոնին ցույց էր տալի խողովակի երկարությամբ որ մետրի վրա կա վնասվածք։ Հիմա ինձ ասա Աննա ջան, եթե պետությունը նման երեխային կանչեր, ասեր բալիկ ջան, նու օրինակի համար եմ ասում, հա, այդ տարիքի համար համապատասխան, ասեր մի հատ քեզ մի հատ ինչ-որ տեխնիկական կամ համակարգի ժամանակակից կամ ինչ-որ մի բան նվիրեր, մի հատ էլ գումարային պարգև տար ու ասեր աշխատի, շարունակի աշխատելը։ Դուք պատկերացնում եք այդ երեխայի մեջքին ինչ թևեր կաչեին, երբ որ ինքը հասկանար, որ 12 տարեկան հասակում երկրի ղեկավարությունից մարդ է եկե իր մոտ, իր այդ աշխատանքը գնահատել է։ Ինքը մի ամիս հետո մի հատ այնց բան կստեղծեր ոգեշնչված արդեն, որ դա կարող է համաշխարհային նշանակության ինչ-որ մի բան լիներ։ Խելացի տաղանդավոր մարդկանց պետությունը առաջնահերթային կարգով պիտի հետ վերադարձնի ու տա շատ մեծ հնարավորություններ։ Պարոն Անդրեասյան, գյուղական դպրոցների մեծ մասը կիսաքանդ վիճակում է, իսկ երեխաները անհավասար պայմաններում։ Ինչ կոնկրետ ծրագրեր եք նախատեսում մարզային կրթության զարգացման համար։ Մարզային կրթության համար մենք էլի ունեինք նախագիծ, պարոն Ղուկասյանի հետ քննարկել էինք, ուրեմն այն մեր ուսանողները, ովքեր դառնալու են ապագա մանկավարժներ, ուսուցիչներ, ուսուցչուհիներ, նախապես եթե նրանք համաձայնության են գալիս, որ իրենց բարձրագույն կրթությունը ավարտելուց հետո համաձայն են աշխատելու մարզերում, շրջաններում եւ սահմանամերձ տարածքներում, տվյալ ուսանողները կրթությունը ստանում են անվճար։ Ընդհանրապես մեր դոկուսակցության ծրագրի մեջ կա, որ մենք հասնենք նրան, որ կրթությունը ամբողջովին լինի անվճար բոլորի համար հասանելի, բայց մինչև այդ ճանապարհը այդ արդյունքին հասնելը նման պարագայում այն ուսուցիչը,
մանկավարժը ուսանողը, որը կուզենա դասավանդել մարզերում կամ սահմանամերձ տարածքում, կունենա շատ մեծ առավելություններ, սկսած անվճար կրթությունից իր բուհում, բնակարանով, սոցփաթեթով։ Դա նաև խթան կլինի մարզերում ու սահմանամերձ տարածքներում ավելի բարձր կվալիֆիկացիա ունեցող մանկավարժների դասավանդումը եւ կրթության որակի բարձրացումը նաև մարզերում ու շրջաններում, որովհետեւ եթե մասնագետը լավն է, ինքը չի կարող վատ կրթություն տալ աշակերտին։ Գումարած քանդված դպրոցները էլի գալիս ենք նրան, որ մենք ֆինանսների տեղերը գիտենք որտեղից հայթայթենք, որտեղից հետ բերենք։ Բայց պարոն Անդրեասյան, դուք այդպես եք ասում, հիմա ձեզ լսողները կմտածեն, որ այլ քայլերի եք դիմելու, մի քիչ մանրամասնեք, որ հանրությունը իմանա դուք այդ գումարները որտեղից եք բերելու։ Ասեմ Աննա ջան, դա ոչ մի անօրինական քայլերի միջոցով չի լինելու, պարոն Ղուկասյանը բազմիցս իր հաղորդումներում ասել է, օրինակը հիմա բերեմ, հիմա ոնց է, եթե ուզում եք մի հատ բնակարան գնեք, միանգամից ամբողջ պետական ապարատը գալիս է, մնում է դեսանտիչնի, այդ փողը ծագումնաբանությունը, որտեղից ձեզ այդ գումարը։ Այդ նույն ճանապարհով մեր կուսակցության իշխանության գալու դեպքում այն մարդիկ, ովքեր են որ ոչ մի բանից այսօր միլիարդատեր են, ուղղակի այդ մարդկանց հրավիրվում է համապատասխան ոլորտները, ուժային կառույցները, հարցատրվում, որտեղից ծագումնաբանությունը, ոչ մի ստիպողական, ոչ մի անօրինական քայլ, կարողացավ բացատրի, հիմնավորի, ապացուցի, որ իր այդ միլիարդավոր ունեցվածքը օրինական է, Աստված իր այդ թող վայելի, եթե չկարողացավ, ուրեմն դա ապօրինի ձեռք բերված թալանի միջոցով, կոռուպցիայի միջոցով, տարբեր հարկային դաշտերից խուսափելու միջոցով, այդ գումարները հետ են գանձվում պետություն ու այդ գումարների շնորհիվ վերականգնվում են քանդված դպրոցները, կառուցվում են նորը, սուբսիդավորվում են խելացի մարդկանց կամ ընդունակ մարդկանց տաղանդավոր երեխաների կրթությունը, ապահովությունը, պատերազմ անցած մեր զինվորների անհրաժեշտության դեպքում վատ սոցիալական պայմաններում գտնվող ընտանիքներին բնակարանների ապահովումը, անվճար բուժօգնությունը մեր հերոսներին, դրա համար եմ ասում, շատ տեղեր կան գումարներ, որ մենք գիտենք ոնց հետ բերենք, ումից ոնց ու ով ոնց է տարել։ Այսօր շատ ծնողներ դժգոհ են, որ դպրոցներում երեխաներին հաճախ տալիս են թերի կրթություն և օտար արժեքներ։ Ձեր կարծիքով, ինչպիսի ազգային կրթական մոդել պետք է ունենա Հայաստանը։ Նախ, որպիսի մանկավարժը, դա ասել է մեր շատ մեծ երջանկահիշատակ, հզոր անձնավորություն Կարեն Սերոփիչը Դեմիրճյանը, որպիսի երեխային մանկավարժը կրթի, նախ պետք է մանկավարժը կրթված լինի։ Իսկ ազգային արժեքները ձևավորում է ղեկավարությունը, երկրի իշխանությունը։ Երբ որ երկրի իշխանությունը առաջնահերթ դնում է այն արժեքները, որը իր մեջ պարունակում է ազգասիրություն, մարդասիրություն, նվիրվածություն, այդ արժեքները, երբ որ իզուր չեն ասել մեր պապերը, ձուկը գլխից է հոտում։ Եթե վերևից ճիշտ գալիս է սխեման, արժեքները, երկիր, ընտանիք, ծնող, ընկեր, այդ արժեքները ավտոմատացված կերպով բոլորը սկսում են շարժվել այդ արժեքներով։ Իսկ մեր արժեքները կորել են իմ կարծիքով այն պատճառով, երբ որ հեռուստացույցով սկսեցին թույլ տալ սերիալներ, որտեղ հիմա կոնկրետ անհատական անձնական մարդու ես նկատի չունեմ, հա, ընդհանուր ֆիլմի սցենարի սյուժեն եմ ասում, ինչ որ մի հարուստ անձնավորության անգրագետ որդին ավելի գնահատված է, որովհետև ունի թանկարժեք մեքենա կամ գումար, ավելի է գնահատվում, քան, ասենք, օլիմպիադա, ֆիզիկայի օլիմպիադա հաղթած աշակերտը, որին սերիալների մեջ սկսեցին անվանել դոձիկ, այդտեղից սկսվեց արժե համակարգի զրկվելը, արժե համակարգից։ Այսինքն առաջնահերթություն եկավ նյութականը, այսինքն ավելի կարևոր է լավ հեռախոս, լավ մեքենա, գումար, քան ուղեղ, գիտելիք, կրթվածություն։
Պատճառը դա է։ Մենք այդ արժեքները սա հետ ենք բերելու բոլորը։ Եվ վերջում ինչ կասեք եւ կամ ինչ կոչով կդիմեք ձեզ հետևողներին եւ ովքեր որ իրենց հոգու խորքում մտածում են, որ իրենց ձայնը տալու են դոկ կուսակցությանը։ Կոչս կլինի մեր ընտրողներին, մեր հայ ժողովրդին, մեր հայ ազգին ընտրել դոկ կուսակցությանը 15 համարին նախ այն պատճառով, որ ոնց որ հիմա տեսնում ենք այն որ ասում է արջը 7 երկ գիտի 7-ն էլ մեղրի մասին, ներկայիս իշխանությանը ինչ հարց տալիս եք մեղադրվում են կամ նախկինները կամ ռուսները, բայց ընդհանուր առմամբ բոլորը մեկը-մեկ հետ համակապակցված են կամ բարեկամական կապերով, կամ խնամական, կամ քավորսանիկ, կամ համատեղ բիզնեսով, մենք չունենք այդ կապերը ոչ մի իշխանության հետ, ոչ նախկին, ոչ ներկա, մեր գերնպատակը անել այն, որ մեր զինվորելի հպարտությամբ կանգնած լինի իր դիրքում, որ մեր մանկավարժը հպարտությամբ մտնի դպրոց դուրս գա, հասկանալով, որ ինքը գնահատված է եւ մյուս մասնագետները նույնպես, մենք դա կարող ենք, մենք գիտենք ոնց անենք եւ մենք դա կանենք։ Կոչ եմ անում ընտրել դոկ կուսակցությանը եւ մենք չենք փոշմանի, այսպես ասած, մենք մեր խոստումները կանենք ու գիտենք ոնց անենք։ Շնորհակալ եմ շատ հետաքրքիր հարցազրույցի համար։ Իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրն էր Դավիթ Անդրեասյանը, դոկ կուսակցության պատգամավորի թեկնածու, իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել Փակ TV-ի ալիքին, կհանդիպենք։ Կան մարդիկ, որոնց կարելի է փակել բանտում, բայց անհնար է կոտրել նրանց կամքը։ Վարդան Ղուկասյանն անցել է ճնշումների, մեկուսացման, ծանր փորձությունների միջով, բայց չի ծնկել, չի լռել և չի հրաժարվել իր պայքարից։ Այսօր 100 հազարավոր մարդիկ նրա մեջ տեսնում են ոչ միայն քաղաքական գործի, այլ մարդու, ով պատրաստ է պայքարել Հայաստանի համար։ Վարդան Ղուկասյանի առաջնորդությամբ վերադարձնելու ենք հայությունից հարկադրաբար խլված արժանապատվությունը, վերածնելու ենք ազգային ոգին և կառուցելու ենք արդար արժանապատիվ պետություն։ Ընտրությունների գնում ենք միասին, հաղթում ենք միասին։ Ընտրում ենք դոկ կուսակցությանը, թվյաթերթիկ համար 15։